Քասախ համայնքի բնակիչները բողոքի ցույց են անում։ Մայրուղի են փակել, ասում են 7000 բնակիչ ունեցող գյուղ է, քաղաքին կպած, ավտոբուսի գիծը ինչու եք հանել։ Այսօր սաղ ուղիղ եթերում ասում էին, բայց մենք մի մարդու նման Նիկոլին հո չենք ընտրել սրա համար։ Քասախցիները Նիկոլին ընտրելով 7 տարի նրա հետ միասին մնացել են նույն դասարանի վրա։ Նրանց ոչ մի բանը չի փոխվել, բայց հիմա ել ավելի ես վատացնում մայրաքաղաքի հետ կապը կտրելով։ Նա վաղը ինչքան էլ անտարբեր լինի, գնալու է տեղամաս քեզ մերժելու։ Նույնը հարևան Պրոշյանում է, չկա ոչ մի բարեփոխում, բայց տրանսպորտն էլ հանել ես։ Պրոշյանցին ասում է, մեր գյուղի համար դու ոչ մի լավ բան չես արել, բայց բերել ես պատերազմ ու մեր գյուղի 18 տղու զոհ ես տվել քո սադրած պատերազմում։ Հիմա էլ այն վիճակն է ստեղծել, որ 75 տարեկան մարդը բողոքի ցույցի է դուրս եկել, փողոց է փակում։ Հիմա այդ մարդիկ քեզ ինչի պիտի վստահեն սրանից հետո։ 2018 թվականին քեզ ընտրել են Տավուշի մարզի բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչները, 2021-ին էլ։ Այսօր կարդում եմ Կիրանց, Բաղանից, Ոսկեպար, Բերքաբեր գյուղերում, որտեղ թուրքը եկել մտել է տները, աշնանացան համարյա չեն արել, անվտանգ չէ։ Դու այդ գյուղերի մարդկանց համար նույն դասարանի վրա չես մնացել, դու իջել ես ներքև, գնացել ես առաջին դասարան, իջել ես 0։ Խելքները հացի հետ են կերել, որ քեզ հավատան սրանից հետո։